Ով որ իր անձը խոնարեցնի, կբարձրանա։ Այսպես ասում մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Կարծես այս նախադասությամբ Քրիստոս ինչ է ուզում ասել, որ խոնարհությունը հոգևոր երևույթ է։ Ով որ իր անձը խոնարեցնի, այսինքն ով իր եսը, իր հոգին, իր միտքը, իր սիրտը, իր կամքը խոնարեցնի, նա կբարձրանա։ Շատ անգամ, երբ որ մենք խոնարհություն լսում ենք, մտածում ենք արտաքին երևույթ, այսինքն մեր հարաբերությունը մարդկանց հետ, թե մենք ում հետ ինչպես մեզ պիտի պահենք, ում հետ ինչպես պիտի վարվենք, ես սրա հանդեպ կխոնարհվեմ, նրա հանդեպ չեմ խոնարհվի, ով ինձ դուր է գալիս, նրան կխոնարհեցնեմ, ով ինձ դուր չի գալի, նրան չեմ խոնարհի, նրան սիրում եմ, սրան կհանդուրժեմ, նրան չեմ հանդուրժի, սրան երբեք չեմ ների, սա լավ մարդ չի, տեսեք, խոնարհություն մենք լսում ենք, միշտ մտածում ենք արտաքին երևույթի մասին, բայց Քրիստոս ավետարանում հստակ սահման է տալիս, ասում է, ով որ իր անձը խոնարեցնի, իր եսը խոնարեցնի, նա կբարձրանա։ Այստեղ որևէ առնչակցություն, որևէ հարաբերություն մարդկանց հետ չկա։ Քրիստոս խոսում է ներքին հոգևոր խորը վիճակի մասին։ Խոնարհություն, այլ կերպ ասած խոնարհամտություն, ով որ անձը Աստծո առջև խոնարեցնի, ինքն էլ կբարձրանա, մեր անձը մենք ինչպես ենք Աստծո առջև խոնարեցնում, որտեվ ի սկզբանե մարդ Աստված հարաբերությունն է եղել, հա? Եվ հետագայում մարդ հարաբերությունը ստեղծվեց։ Մեր մեղքերը մենք հիշում ենք, զղջում ենք, արտասում ենք, մեր անձը խոնարեցնում ենք Աստծո առջև, հա? Արտասուքով զղջում ենք, Տիրոջից ներողություն ենք խնդրում։ Խոնարհամտություն ենք ձեռք բերում։ Խոնարհամտություն այսինքն խոնար միտք ենք ունենում։ Մենք մեր անձին, մեր եսի վերաբերյալ բարձր կարծիք, մեծ կարծիք չենք ունենում։ Հա? Մենք մեզ ոչինչ ենք համարում։ Դավիթ մարգարեն ասում է, ես որդի եմ եւ ոչ մարդ։ Աբրահամն ասում է, ես հող եմ։ Այսինքն, եթե այս մեծ մարգարեները այսպես իրենց խոնարհեցնում էին եւ բոլոր մյուս Պողոս առաքյալն ասում է, ես տրուպն եմ առաքյալների, տրուպ այսինքն վերջինն եմ առաքյալների մեջ, հա? Ուրեմն առավել եւս մենք պիտի խոնարհենք։ Երբ որ դու քո անձը խոնարհեցնում ես Աստծո առջև, քո մեղքերը քո զղջումով, խոստովանությամբ Աստծո առջև խոնարհվում ես, Աստված քեզ բարձրացնում է։ Այսինքն դու աստվածային իմաստություն ես ձեռք բերում, խաղաղություն ես ձեռք բերում, համբերատարություն ես ձեռք բերում եւ դուրս ես գալիս աշխարհ, մարդկային հարաբերությունների մեջ եւ այդ իմաստությունը քեզ թույլ է տալիս, տես աստվածային իմաստություն, ոչ թե քո անձը, ոչ թե քո եսը, քո կարծիքները, քո պատկերացումներն ու նախապաշարումները մարդկանց հանդեպ։ Սրան սիրում եմ, նրան չեմ սիրում, սրան ընդունում եմ, սրան չեմ, չէ։ Սրանք չեն։ Աստվածային իմաստություն, քո եսը էլ չկա։ Դու քո շահը հոգևոր շահն է, Աստծո շահն է։ Դու իմաստությամբ ես վերաբերվում։ Միգուցե այս մարդուն պետք է խիստ պատասխան տալ, ոչ թե որ ինքը քեզ վիրավորել է, չէ։ Տես քրիստոնյա մենք ասելով ինչ ենք ասում, Քրիստոս ինը, Քրիստոս նրա մեջ է։ Եթե մեզ տեսնում են ու որպես քրիստոնյա են մոտենում, հասկանում եք, այստեղ երբեմն մեզ տեսնում են եւ քրիստոնյա չեն ճանաչում, անունով քրիստոնյա ենք մենք։ Հա, ասում են սրանք միայն հավատ ինչպես շատերը այսօր մեզ մեղադրում են, ասում են մկրտված են, բայց քրիստոնյա չեն, խմում են, ծխում են, հարբում են, շնանում են, գողանում են, հա? Եվ այդպես մենք ընկնում ենք աշխարհային օրենքների մեջ։ Հա? Մեզ դատապարտում են, մենք էլ իրենց ենք դատապարտում, այստեղ չկա Քրիստոս։ Հա? Բայց եթե մենք քրիստոնյա ենք, մենք հնարավորինս արդար ու մաքուր մեծ մեղքերից հեռու ենք, ապա Քրիստոս է մեր մեջ բնակվում։
Եվ եթե պետք լինի մեր միջի բնակվող Քրիստոսին մենք կարող ենք եւ պետք է պաշտպանենք։ Հա, եթե դու որպես քրիստոնյա քեզ վիրավորում են, այսինքն քո սրբություններն են վիրավորում, որտեղ դու էլ Քրիստոսի հետ մեկ ես դարձել։ Քեզ ուրիշ ձև չեն կարող նայել։ Քեզ ոչ քրիստոնյա չեն կարող դատապարտել։ Այո, կարող ես դու Քրիստոսին քո մեջ բնակվող Քրիստոսին պաշտպանել։ Ես կասեի, որ քո մեջ բնակվող Քրիստոսը քեզ կպաշտպանի։ Որովհետև ասմանների քո թշնամուն իր գլխին կրակի կայծեր կդործես։ Եվ շատ արագ կարճ ժամանակում դու տեսնում ես, որ դու ներում ես եւ Աստված վերաշխնդի է լինում։ Հա, բայց երբ որ դու Աստծո դատաստանը վերցնում ես քեզ վրա, դու ես վերաշխնդի լինում։ Աստված ասում է իմ դատը դու արեցիր, ես էլ ինչ դատ եմ։ Ու դու սխալ ես այդ դեպքում։ Աստվածային իմաստությունը քեզ կհուշի այդ պահին ինչ անել։ Եթե սրբություններին վերաբերող հարց է, այսինքն եկեղեցի սրբություններ, այո, դու պաշտպանելու կարիք ունես, պետք է պաշտպանես, հա։ Եվ կարծեմ թե երբ որ մենք մեր մեջ Քրիստոս են տեսնում, հա, իրանք ուզեն չուզեն պետք է հարգեն եւ կհարգեն, ինչու որտեվ Քրիստոսյան շատ ավելի բարձր է իր նկարագրով, իր մտածելակերպով, իր հոգիով բարձր է։ Տեսեք Պողոս առաքյալը պաշտպանում էր իրեն։ Ասում են թեպետ ես վերջինն եմ առաքյալների մեջ, բայց առաքյալ եմ։ Ինչու էր իրեն պաշտպանում, ինչու էր պարծենում իր մեջ բնակվող Քրիստոսով։ Որովհետև վտանգ կար, որովհետև ինչ որ մարդիկ եկել են եւ ասում են, որ քո մեջ Քրիստոս չի բնակվում։ Եվ Քրիստոս էլ երբ որ ասեցին քո մեջ Բեղզեբուղ կա, Սուրբ Հոգուն կպա, ասեց որևէ մեկին չի ներվի, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, Սուրբ Հոգու դեմ հայմոյանք, հա, իրեն բան են ասում, ոչինչ չեր ասում, ասում էր ես Տիրոջն եմ պաշտում, բայց երբ որ ասեցին քո մեջ Բեղզեբուղ կա, ասեց չի ներվի, ոչ այստեղ, ոչ հանդերձյալ կյանքում, հա, այսինքն մենք իրապես պիտի այնպիսի նկարագիր ունենանք, այնպիսի Աստծո պատկերն ու նմանությունն ունենանք, որ մեր մեջ Քրիստոս տեսնեն, եւ եթե Քրիստոսին տեսնեն, ապա պետք է խոնարհվեն մեր առջև, եթե չխոնարհվեն, մեր մեջ չէ, մեր միջի Քրիստոսի առջև պետք է խոնարհվեն, ապա մեր միջի Քրիստոս հանձնենք Քրիստոսին եւ Տեր ամեն հարց կկարգավորի։ Ուրեմն մենք մեր անձը խոնարհեցնենք, որպեսզի Աստված մեզ բարձրացնի։ Խոնարհամտություն ունենք, խոնարհամիտ լինենք։ Իսկ մարդկանց մեջ իմաստությամբ վարվենք։ Ամեն մեկին իր համապատասխան պատասխանը տանք։ Անազգամին պատասխան մի տուր, որպես իրեն չնմանվես, բայց անազգամին իր անազգամության համապատասխան տուր, որպես ինքն իրեն իմաստուն չկարծի։ Անընդհատ մի պատասխանի, բայց մեկ անգամ լավ պատասխանի, ճիշտ պատասխանը, տեղ է, որ չափ ճանաչի։ Ամեն։